Մաչանենց թատրոնի բեմում կույր և մասնակի տեսողության խանգարումներ ունեցող անձանցից կազմված Իրանի ամենահեղինակավոր թատերական խմբերից մեկն է Արշեկը։ Մեր երկրում հյուրախաղերով հանդես գալու համար թատերախմբին աջակցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը։ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և գրական համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել։ Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և շատ տպավորված ենք։ Ուրախ ենք նաև, որ Մաչանենց թատրոնի բեմից ներկայանալու հնարավորություն ունենք։ Սա փորձի փոխանակման լավագույն միջավայր է։ Իրանի Արշեք թատերախումբը ձևավորվել է 3 տարի առաջ։ Այն ստեղծված է կույր և տեսողության խանգարումներ ունեցող արվեստագետների տաղանդը, մշակութային և սոցիալական կարողությունները բացահայտելու համար, ասում է թատերավար Մոջթաբա Գոհար Խայը։ Մեր թատերախումբը փորձառու է ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում տարբեր մշակութային և գեղարվեստական փառատոների ենք մասնակցել։ Արշեկում խաղում են 6 տասնյակից ավելի տեսողության տարբեր խանգարումներ ունեցող անձինք։ Հյուրախաղերի շրջանակում Հայաստան է այցելել 9 արտիստ, ընտրվել է «Կյանքը շատ կարճ է» ներկայացումը, որը մարդկային կարևոր հատկանիշների՝ սիրո, հարգանքի, բարության և համեստության մասին է։ 1 տարի առաջ մեծ սիրով ու ոգևորությամբ միացել եմ թատերախմբին։ Սկզբում որոշակի դժվարություններ հաղթահարեցի։ Կամքի ուժի, աշխատասիրության շնորհիվ բեմն ինձ սիրեց։ Մեր խնդիրն է լինել մարդկանց կողքին, ցույց տալ մեր համեստ հնարավորությունները։ «Կյանքը շատ կարճ է» ներկայացումը բեմադրվել է նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում, Խնկո Ապոր անվան ազգային մանկապատանեկան գրադարանում, Երևանի Կապույտ մզկիթում։ Թատերախումբն այս ընթացքում հայ հանդիսատեսից այնքան ջերմություն է ստացել, որ արդեն հասցրել է մտածել նորից հայաստանյան բեմերում ներկայանալու մասին։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։